Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Իրանցիները փողոցներում տոնում են երկշաբաթյա հրադադարը, Իսրայելը աջակցում է Թրամփի Իրանին հարվածները դադարեցնելու որոշումը, սակայն ԱՄՆ Իրան երկշաբաթյա հրադադարը ըստ լրատվամիջոցների չի տարածվում Լիբանանի վրա։ ԱՄՆ նախագահն ասել է, որ փոխարենը Իրանը լիովին ու անվտանգ բացելու է Հորմուզի նեղուցը։ Իսլամական Հանրապետությունը երկշաբաթյա զինադադարին համաձայնելուն աջակցել է Չինաստանի միջամտությունը, Թեհրանի դաշնակիցը խնդրել է ճկունություն դրսևորել եւ թույլատրել լարվածությունը, հայտնել է The New York Times-ը։ Սակայն ըստ իրանական ԶԼՄ-ների Լավան կղզում այսօր հարվածներ են հասցվել նավթամշակման գործարանին։ Մերձավոր Արևելքը եւ աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կարևոր ձեռքբերում կա, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է։ Անհնարին է նաեւ այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային եւ հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման եւ այլն։ Իշխանության հետ ասոցացվող գործարարները Ռուսաստան արտահանման հետ խնդիր ունեն, հարցը լրագրողներն ուղղել են ՊԵԿ նախագահին։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետն էր հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման հնարավոր հետևանքները։ Այս պահին այդպիսի բողոքներ, որպես այդպիսին, որ ստացած լինենք, չունենք, այսինքն գիտենք այնքանով, ինչքանով որ դուք հնչեցեցիք, այսինքն այդ բաց մամուլի տեղեկություններով ինչ որ շրջանառվում է, բայց մի բան ուղղակի հիշեցնեմ, որ այն ինչի մասին որ խոսվում է, դա նոր երևույթ չի, այսինքն մենք պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք, նույնը օրինակ անցած տարի եթե կհիշեք, տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել, եւ դա հատկապես լարսը անցնելուց լինում են հատկապես ֆիտոսանիտարիական հարցեր, օրինակ ինչ-որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թույլատրվում են, այսինքն ինքը այտենց բնականon գործընթաց է, որը որ ունենում ենք եւ մեր հորդորը մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին նա է, որ հետևեն այդ պահանջներին։ Մինչև վաղվա համագումարը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 168 AM-ին տված հարցազրույցում առանձնացրել է մի քանի ուղերձ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, մարտահրավերների ու երկրի վեկտորի փոփոխության վերաբերյալ։ Անդրադառնալով երաշխավորված խաղաղության կոնցեպտին ևս մեկ անգամ ընդգծել է իր սկզբունքային մոտեցումը։ Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ հակառակորդի կամքից։ Պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Թուլությունը խաղաղություն չի բերում։ Այն նոր սպառնալիքներ է առաջացնում։ Այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը հարցին, թե համամիտ է Գագիկ Ծառուկյանը այս մտքի հետ, պատասխանել է դիմելով միջազգային գործընկերներին։ ԲՀԿ-ի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության, երկխոսության եւ ազնիվ գործընկերության համար։ Կամի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ։ Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն, մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։ Անդրադառնալով Մոսկվայի հետ հարաբերություններին ԲՀԿ ղեկավարը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ եւ արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Մենք կվերակառուցենք մեր դաշինքը, այն կներառի իրական պարտավորություններ եւ փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ արժեքավոր եւ անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է եւ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերից։ Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ, գոնե պատկերացնում են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականները, երբ տնտեսությունը փլուզվեց ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։ Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում։ Վերջապես սկսել են եկամուտ ստանալ, հիմա այդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում, որ դուրս է գալիս, բա որտեղ է վաճառվելու, ուր է արտահանվելու, նշել է նա։ Պատասխանելով ներքին կյանքի ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցին Գագիկ Ծառուկյանը դարձյալ վկայակոչել է ներքին համերաշխության կոնցեպտը։
Նիկոլ Փաշինյանի մոտ խոճապային տրամադրություններ են, կարծում է նրա նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը։ Նա այսպիսի եզրահանգման է եկել հաշվի առնելով վարչապետի վերջին հայտարարությունները։ Դա բնականաբար այն մարդու արտահայտությունը չի, որ վստահ է, որ 2/3 ձայն պետք է հավաքի, հետևաբար ինչ-որ իմաստով խոճապային տրամադրություններ է։ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Կոտայքի մարզով, զրուցել մարդկանց հետ։ Նա խաղաղությունը համեմատել է երեխայի հետ, եթե չխնամես, չի ապրի։ Բնակավայրերից մեկում շփվել է երեխաների հետ։ Բայց ինչի ֆուտբոլը դադարեցրիք։ Մենք եկել ենք նայենք ոնց եք խաղում։ Հələ խաղացեք, շարունակեք խաղը, շարունակեք։ Շարունակեք խաղը։ Բարև երեխեք, լավ եք։ Ֆուտբոլ եք պարապում։ Հաշիվն ինչ է։ Հաշիվը ինչ է։ Չեք հետևում խաղին։ Շատ ապրեք։ Սերժ Սարգսյանի գրասենյակը ՀՀԿ 18-րդ համագումարում երրորդ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումներն է առանձնացրել։ Մեջբերեմ, կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է, իսկ հիմա արի ու տես պատրաստվում է մեր սահմանադրությունից Ալիևի հագով կոստյում կարել։ Ձերբակալվել են Գալու Սահակյանի որդին Արման Սահակյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Մամուլում հայտնված տեղեկությունը չի հերքել նաև հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ քննվում է գործը։ Կոմիտեն հայտնել է, որ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերել են դրիֆտ կատարած BMW-ի վարորդին, նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ Դաղստանում ավելի քան 1300 բնակելի շենք և ճանապարհների 90 հատված դեռ ջրի տակ են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են շուրջօրյա աղետի հետևանքները վերացնելու համար։ Գրեթե 600 մարդ, այդ թվում 246 երեխա ժամանակավոր կացարաններում է։ Նրանց հետ աշխատում են հոգեբանները։ Բնակիչներին փոխհատուցում վճարելու որոշումը կկայացվի վնասի գնահատումից կարճ ժամանակ անց։ Պուտինի հանձնարարությամբ վարչապետ Միշուստինը ստեղծել է կառավարական հանձնաժողով Դաղստանում ջրհեղեղների հետևանքները վերացնելու համար։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան ապրիլ 1-յան հանդիպումից եւ կորտ զրույցից հետո մեր տեղեկություններով ել ավելի կորտ զրույց է ընթացել փակ դռների հետևում։ Պաշտոնական Մոսկվան ըստ մեզ հասած լուրերի հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ եւ անցել է գործնական քայլերի։ Մասնավորապես Կրեմլում որոշում են կայացրել արգելել Փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան։ Հրապարակը գրում է. հունիսի 7-ի համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնության հավակնող եւ այդ քվեներն արդեն իր գրպանում երևակայող իշխող ուժը երեկ բացահայտեց, որ իրականում բոլորովին այդպես չէ եւ իրենք ամեն գնով փորձում են փակել ընդդիմադիրների ճանապարհը։ Երեկ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ծանր մարտերից հետո ԿՊ-ին մի կերպ հաջողվեց հաղթանակ տանել եւ ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որ ընդդիմադիր ուժը ուժեղ Հայաստանը չկարողանա ընտրություններին մասնակցել Սամվել Կարապետյանի անվան տակ։ Մի քանի ձախողված փորձերից հետո թեժ պայքարում անցկացրին ընտրական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով ասվում է. Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր։ Պարզ է, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության ուժեղ Հայաստանի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվան մեջ։ Իշխանությունները, որ անցած տարվանից կատաղի պայքար են սկսել Կարապետյանի դեմ, ել ունեցվածքն են խլում, ել ապօրինի քրեական հետապնդման ենթարկում, մինչև անգամ դրա լուսանկարների դեմ պայքարում ոչ մի կերպ չեն հանգստանում։ Պարտության վախը հզոր է։
Հրապարակում նաև կարդում ենք ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում 3 կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԿՊԱ-կաները գրեթե առանց բացառության ԱԺ-ամբիոնին էին մոտենում շպարգալկաներով եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։ ԿՊԱ-կան падգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա։ Շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։ 66 ձայններ հարկավոր նախագիծն անցկացնելու համար եւ 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն։ ԿՊԱ-կան 65 падգամավորներից բացի կողմ քվեարկեց նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեգամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ հավանաբար հրահանգավորեց։ ԿՊ-ում թերևս մտավախություն ունեին, որ թիմում կարող են տակից դավաճանել իրենց հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները եւ չքվեարկել կողմ, ուստի ԿՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել։ Նույն աղբյուրը գրում է. Ինչու Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չանցավ Զարթոնքի կամրջի վրայով, որը գյուղ տանող ճանապարհի հետ ասֆալտապատվել է 1 տարի առաջ, որովհետև 1 ձմեռ էլ բավական է ի ցույց դնելու այս կառավարության դելետանտությունը, որը նույնիսկ որակյալ ասֆալտ փռելու գործում է Թերանում։ Կամուրջն ընդամենը 1 տարի առաջ է նորոգվել եւ ասֆալտապատվել, բայց նորից այն տեսքն է ստացել, ինչ ուներ նախկինում։ Մի հասարակ ասֆալտ անելն ինչ է, որ չի ստացվում։ Մոտ 8 տարի է իշխանություն է, բայց ոչ մասնագետներ կարողացան ներգրավել իրենց շարքերը, ոչ իրենք մասնագետներ պատրաստեցին։ Իսկ գուցե կոռուպցիան է, որի առաջ աչք փակելը լրիվ իրենց ոճի մեջ է։ Փաշինյանն էլ է կարծես հասկացել, որ իր համախոհներին ասֆալտով կերակրելն այլևս անիմաստ է, որովհետև ասֆալտն էլ իր ստերի նման կարճ կյանք ունեցավ։ Դա զգացին հատկապես նրանք, ովքեր ընդամենը 1 տարի առաջ Նիկոլի ցավը տանում էին, Նիկոլի անունով երթում էին ուտում, իսկ հիմա հիասթափված են թե նրանից, թե նրա կառավարությունից։ Մեքսիկայում տղամարդը բռնել է ատրակցիոնից ընկնող աղջկան, բարեբախտաբար նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Զվարճանքի կազմակերպիչները խոստացել են մանրակրկիտ ստուգում անցկացնել եւ ուժեղացնել անվտանգության միջոցները։ Մոսկվայում 37-ամյա տղամարդը խանութից 98 շոկոլադ է գողացել, ավելի ուշ խոստովանել է, որ ինքն է պատրաստվում բոլոր կոնֆետները ուտել։ Շոկոլադի սիրահարին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Ալլա Պուգաչովան վաճառում է Մոսկվայի իր միակ բնակարանը կես միլիարդ ռուբլով։ Ապրիլի 15-ին Կիպրոսում երգչուհին նշելու է 77-ամյակը։ Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը, ահա կադրերը։ Եվ եղանակ լեռնային գոտիներում սպասվում է բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ջերմաստիճանը ապրիլի 9-ից 3-ը, 10-ի գիշերը կնվազի 5-ից 7 միշտ։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո կհանդիպենք։